Աստծո ժողովուրդ Օրհնում Հիսուսի անունով եկեք մեր ծառայությունը սկսենք Սաղմոս 20-ից Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը եւ Հակոբի Աստված Աստծո անունը պաշտպանի քեզ թող նա քեզ օրհնություն ուղարկի Սրբարանից եւ Սիոնից զորացնի քեզ թող նա հիշի քո բոլոր ընծաները եւ ընդունի քո ողջակեզները թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա եւ կատարի քո բոլոր խորհուրդները թող ցնցան քո փրկությամբ եւ դրոշակ բարձրացնեն մեր Աստծո անունով թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները հիմա իմացա որ Տերը փրկում է իր օրդյալին եւ լսում է նրան իր սուրբ երկնքից իր աչքի փրկության զորությամբ ոմանք կարգերին եւ ոմանք էլ ձիրին են ապավինում բայց մենք պիտի ապավինենք մեր Աստծո անունը նրանք թեքվեցին եւ ցածր կան բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք Տեր թերքի թագավորին եւ լսի մեզ երբ կանչենք հալելույա Աստծո ժողովուրդ ամբողջ հոգով սրտով հարավանենք Հիսուսին արժանը մեր Տերը Ձայն ուրախության լսեց տաճարի մեջ ուրախությունների ուրախություն լսեց տաճարի մեջ ուրախությունների Դիրոջոքի ոսեց զորավոր ոսեց Դիրոջոքի վարվենում է Դիրոջոքի ոսեց զորավոր ոսեց
սուրբ է և հզորը չկա, դու ամենակարող ես, սուրբ ես և հզոր ես, փառք ես Տեր։ Yes,
օրհնի։ Այսօրվա այս փառավոր օրհնյալ օրը շատ ինչ քաղցր անուշ այս խոսքերը Քրիստոս հայրավի մեռելոց, չէ՞, օրհնյալ է արյունը մեր Քրիստոսի։ Մեզի ձեզի մեծ ավետից, հա, Մարկ Տիրոջը, սիրելի դիտողներ ջան, սրտանց ձեզ այդ բոլորի շնորհավորում ենք այսօրվա տոնի կապակցությամբ, ուշացողների դել ենք շնորհավորում, հետո ովքեր կլսեն, բոլորին շնորհավորում ենք, իրոք այսօր քրիստոնեական աշխարհում մի սքանչելի, օրինակ իմ համար շատ մեծ օրհնյալ փառավոր տոն է, իրոք տոն է, ինչու ենք ասում տոն, հետո նկատեցիք մենք ուրախությամբ էլ այս մեր փառաբանությունը երգը բերեցինք մեր Աստծո առաջ։ Այստեղ երկու կարևոր մրցակիցներ այսօրվա մեջ, այս տոնի մեջ, օրինակ հին ուխտում Սաղմոս 49-րդ Սաղմոսում մի ուրիշ հովի մասին է խոսում, այդտեղ ասում է ամբարիշտների հովիվը մահն է։ Բայց մեր համար Տերը տվեց կյանքի հովի։ Եվ հենց ինքը Տեր հովիվը ասեց, որ ինքը իր կյանքը կդնի իր գառների համար։ Այսինքն այս տոնը խաչելության եւ հարության որևավ, ուզում եմ ասեմ, այս շատ մեծ պատերազմով եղավ։ Կյանքն ու մահը պատերազմեցին եւ կյանքը մահին հաղթեց։ Իր համար կողքինիդ ասա Հիսուսը հարությունը արել Արքուսի։ Այս հավատով դավանալ կա Տերոջի երկրչան, որ խաչով մեր բոլոր բացական բաները, հիվանդությունները, ցավերը, մեղքը, անեծքը դուտեն մեզ դատապարտված։ Ամեն։ Այս քո հավատքն սրանում է, որտեղ մենակ Աստված չի ուզում այս կերպ որ ասենք Աստված կա կամ հավատում ենք ասում։ Նաև պետք է հավատալ, որ ինքը բարձրատուից պետք է լինի։ Այսինքն ինքը մի շատ կարևոր գործ արել, բան արել քո կյանքում, եւ քո հավատքը ավելի հաճելի կլինի, որ անոր գրկածին դու ընդունես քո մեջ, հա, եւ Աստված Հայրը կփառավորվի։ Եվ հավատացեք, Տիրոջ չարչարանքը նման էր ճիշտ միա ծննդականի ցավ քաշելու պես, որ ինքը որ մի առակի մաստով ասեց, որ երբ որ կինը հվի է եւ մինչեւ փոքրիկին լույս աշխարհ բերելը տառապանք ու ցավը քաշում, հա, այդպես է։ Բայց ասում է, երբ որ մանուկը լույս աշխարհ է գալ, իր ցավերը մոռանում է։ Ուրեմն եթե ուզում ես միտեղ գրված ասում է կին անոր խաչը չհանենք, հա, սենց է գրված։ Եթե ուզում ես քո Տերը ուրախանալ քեզանով, հա, որպես այն քաղցր անուշ պտուղը, քո խոսքով ու ապրածով փառավորի ամենակարող Աստծո։ Հավատացեք ինքը հաստատ ես համոզված եմ, ինչ որ քո եւ իմ համար ինքը քաշել է, որտեղ ինքը Երուսաղեմում, երբ որ ընթրիքի պետք արդեն նստեին, ասեց իմ ժամը հասավ։ Եվ ինքը շատ լավ գիտեր ինչի համար էր եկել շրջան։ Ու ասում է փափագելով փափագեցի կամ ցանկանալով ցանկացա այս ժամվանը։ Գիտեք, այսօր շատ մարդիկ կարող է հարսանիքի օրվա են սպասում, հա, լավ աշկալուսանքի ինչ որ երեխա ունենալու, բանակից տուն գալու, շատ ինչքան sense ուրախալի լուրեր կան, որ մարդիկ այսօր սպասում են, բայց Տեր Հիսուսը գիտակցաբար գիտեր, որ իրան պետք է ծաղրեն, հալածեն, փքեն, մրեն ու խայտարակ աղով սպանեն, խաչեն։ Եվ թեպետ ինքը Գեթսեմանում ասում էր անկեղծ մեզ օրինակ էր թողում, սա հեշտ չի սիրելներ, որ այսօր մենք այս պայքարը կռիվ ունենք հոգի եւ մարմին շունչացված, հա, որ մեր մարմինը ձգում աշխարհին, հոգին ասում։ Եվ այդ պատնեշը, որ կար, մեղքի պատնեշը, հոգին կարծես գերեվարված էր, մահացած, բաժանված ասում։ Մարմնի մեղքերի գերության մեջ էր, այդ բանդի մեջ էր։ Բայց Հիսուսը դրա համար ուզում եմ ես գալիս եմ այս կետին, որ այսօրվա օրը, որ հասկանանք հավատքով, թեպետ եղավ մահ, թեպետ եղավ ցավ, տանջանք, տառապանք, բայց մենք չենք կարող մոռանալ հարությունը, երկնական հարությունը, որ հենց մեր արդարացման գրավականն էր, հա, նոր արարած, նոր կյանքի կոչող զորությունն էր։ Դրա համար մենք քարոզում ենք խաչյալ եւ հարուցյալ Հիսուսը։ Ու այս տոնը sense այս խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս մեկտեղ ամբողջական տոն է։ Ոնց որ մարդկային մեր մտածելակերպը ասի, չգիտեմ, մի լացեմ թե ուրախանամ։ Սա այն պահն է, որ մեռածը կենթանացել է, կորածը գտնվել է, հա։ Մեղավորը դարձի է եկել, փոխվել է, վերածնունդ է տեղի ունեցել։ Ու Տեր Հիսուսն ասում է, պարզ խոսեց մահվան եւ հարուցյալ
կյանքի ծլարձակման մասին Հովանու 12-ում վերջի կարելի ասել դրական տարբերակը նրա մահվան եւ հարության, ասեց ինչեւ ծորենի հատը չմեռնի, չէ՞ Նարինջան, նախ ասեց ինքը մենակ կմնա, ինքը միածին որդին էր, եւ ինքը հոժարվեց մեր մեղքերը իր վրա վերցնելով, տարավ գերեզման, դա նշանակում է սերմանվեց, մահացավ ինքը, եւ ինքը հստակ ասեց մինչեւ չմեռնի, իրանից նոր կյանքը չի ծլարձակի։ Հիմա տեսեք, եթե մեզ մենակ մահվան բաժինը մնար, այսօր շատ-շատերը միգուցե սուքը, մահը, ինչ օգուտ են մահվանը, եթե հարություն չկա։ Բայց երանելի է այն մահը, եթե իր համար կյանքի հարություն կա։ Անգամ Տերն էլ ասում էր, երանելի են նրանք, որ առաջի հարությանը բաժին կունենան։ Ուրեմն սիրելիս, մի փոքր ամփոփվեցինք, սա Տիրոջ համար փափագելի էր այսօրվա մեր խորհրդավոր անթթխմոր հացը եւ խաղի հյութից վերցված գինի, այսպես ասում, որտեղ ժողովովի մեջ ասում է գնա ուրախությամբ կեր քո հացը եւ խմիր քո գինին։ Աստված վաղուց արդեն քո գործերը հավանել է։ Այսօր դու հաճելի ես, հավանելի ես Աստծուն, ի շնորհիվ խաչյալ եւ հարության Հիսուս Քրիստոսի։ Կարող եմ մի հատ ծափանք դա Աստծո շնորհքն է սիրելիներ սերն ու ողորմությունը, որ այնպես սիրեց, որ տվեց իրան տվեց։ Բարիս բուն իմաստով, որ այդպիսի սեր մարդկության մեջ չեն կարող գտնի, Աստվածաշունչը հստակ ասում է, հազիվ թե մի արդարի համար մեկ իր կյանքը դնի, բայց մեղավորներիս համար Քրիստոս, մեր փոխարեն մեր մեղքերի պատճառով մահացավ ինքը։ Ուրեմն սա Աստծո ծրագիրն էր փառավոր փրկագնման սիրելիներ, որովհետև Աստված մենակ նպատակ չունի քեզ փրկագնելու, ինքը քո համար շատ բարձր զորավոր կոչում ունի, եւ այդ կոչումը զղջալ չունի։ Դու գիտես փրկագնումը ինչի մեջ է քեզ ստանում։ Աստված փրկագնում է այսպես կարող գներ, քեզ փրկել ու ազատ թողեր։ Դու շնորհքի տեղ շնորհք ես ստացել։ Մեկ եթե կհավատաս, կասես ամեն, ասեին բոլոր մեղքերը շնորհված են։ Հենց մեղք որ պայմանով, երբ որ դու խաչյալ եւ հարությունին քո կյանքի մեջ ես Տեր ու փրկիչ ես ընդունել եւ առնչություն ունենք խաչի հետ, սիրելիներ, սիմվոլային նաեւ ինչի՞ չէ ինչ որտեղ գործնական մահվան հետ եւ կյանքի հետ։ Մենք առնչություն ունենք։ Ամեն օր մենք կմեռնենք, այսինքն սա ապաշխարության մի process է, որ ինչ որ վատ բանը դու թողում ես, խաչքաշի, մեռած համարի ու արի կյանքի հովվի հետևից։ Մինչև դու չմեռնես, քո մեջ չի ծլարձակվի կյանքի հոգի։ Ամեն։ Դրա համար Աստված այս փաստ իրական իր որդիով տեսավ քո մեջ։ Շատերը գիտեք այսօր արժան ու անարժան են անում Սուրբ Հոգու մկրտության հարցում, սիրելիներ, եթե հարցը մեզ մնար, իմ համար եմ ասում, ընդհանրապես անարժան է ես Սուրբ Հոգուն իմ մեջ ունենալու, բայց իմ անձնականով, իմ որոշումով, իմ գործերով, իմ արդարությունով, իմ բարությունով, իմ համբավով անունով չէր, Փառք Հիսուսի։ Տերը ասեց Սուրբ Հոգին իմ անունով է գալու, իրար, ամեն, ուրեմն Աստված Հայրը այդ մենաշնորհը sense կարելի ասել, այդ գերբնական իշխանությունը, զորությունը Հիսուսը որպես մարդ տվեց Հիսուսի ձեռքը։ Դրա համար ասում եմ, կյանքն ու մահը իր ձեռքում է, նայեք։ Եվ ամեն դատաստան Հայրը տվեց որդուն։ Այսօր սիրելիներ, որդին է որոշում, առաջին, ապրել թե մեռնել։ Իր բերանից ելած խոսքը որոշիչ է մեր համար։ Բայց շատերը փորձեցին Հիսուսին հրահրեն, որ իշ մեկ անցած անգամ խոսեցի, որ Սամարիայի համար թող կրակ իշնի դրանց լափի, Տեր ասես, չգիտեք ինչ օգուտ է խոսում։ Այսօր քո Տիրոջ բերանից ելած խոսքը ասում է, ես չեմ եկել կորցնելու, ես չեմ եկել սպանելու, ես եկել եմ մեռածը կենդանացնելու, կորածը գտնելու։ Ամեն, էսի քո Հիսուսն է, որ խոսում է քեզ սիրելիս։ Իսկ ուրիշ Հիսուս կա թո մեռնի, դրան տեղն է, էդի չագերտավոր, սենց ասված, չէ։ Ուրեմն Աստծո գործը հետքը չի փոխվել, ավետարանը չի փոխվել, սիրելիներ։ Հիսուսը խաչվել է մարդկությանը փրկելու համար։ Ձեր դիրքով ասա ընձի փրկելու համար։ Ինքը ընձի իր տեսանելու մեջ, որ տեսավ
իմ կերպարանքը դեռ չձևավորված, չեղած, ինքը ինձի տեսել է, քեզի տեսել է, ու ինքը որոշել է, ես քեզի պետք է փրկագնեմ։ Ու ոչ թե ուղղակի ծառա սարքեմ կամ հրեշտակ, այլ ինձ քույր կամ եղբայր։ Ամեն, սա է փրկագնման ծրագրի, որ դա ավարտուն ինչ որ բան չի, փրկագնեց թողեց, քեզ որպես որդու կոչում տվեց, որ դու հավիտյան ապրես իր հետ։ Ուրեմն մեղքը արանքեր ընկե, ապականել էր, ասու փառքից բոլորին գցել էր, դրա համար սիրելիներ հարկ էր, որ ինքը գար, որպես անարատը, մաքուրը, սուրբը, արդարը, մեղավորներից համար մեռներ։ Այսօր հիշատակում է, մենք հավաքվել ենք հիշելու մեր Տիրոջ չարչարանքը, մահը եւ հարությունը, պատմելու, կիսվելու, օրհնելու, ոնց որ Հայրոսի հետ էր կապված իր աղջկա համար սուքը փոխվավ ուրախությամբ, այնտեղ գնացին մահացած էր, ասում եմ, այդ դուդուկի կամ դողլի ձայն հետ չմամիչ, մեր հայրս դուդուկ է նվագում, այդ այնց փչմա գիտենք սկո մեղեդիա չէ, բայց ասում եմ նվագի ձայնը գալիս էր, հավաքվել էին այդ հողարկավորման հարցներ այդ։ Տեսեք, Հիսուսը կյանքը մտավ, այդ սուքը փոխեց ուրախությամբ։ Եվ այդ մարդիկ էլ իմաստ չունեին, որ այդտեղ շարունակեին սգալ։ Այս անգամ կարար իր արցունքները հոսեր ուրախությունից։ Դրա համար այսօր նաև ուրախության օր է։ Այո, դու պի գոռաս, փառտաս, դաժե եթե կուզես տերճկաս, ասում եմ, պարարտ հորթերի պես տանի բռնել։ Երբ որ էսի քեզի բացվում է, որ ինչ բազում անցանքներ, մեղքեր մեզի թողվել է, որ Հիսուսը հենց անձամբ քո համար է, հոժարական այդ ամուտ համար է, խաչը հանցն առե, գնացե դեպի Գողգոթա, ու իմ ու քո համար խաչվե, ու ինքը, եթե նորից եմ ասում, եթե ինքը մնար գերեզմանում, մենք սքից դուրս չենք գալ ժողովուրդ։ Մեր մեղքերն էլ կմնար մեր վրա, եւ այդտենց Աստծո պատիժը դատաստանը կմնար մեր վրա, բայց սպասումը սա եղել, ինքը ասեց, ես այդ ժամին փափագեցի, մարդի որդին պիտի չարչարվի, խայտառակ մահով պիտի մահանա, նրան պիտի սպանեն, դնեն գերեզման, բայց երրորդ օրը հարություն պետք է առնի։ Եկեք նորից մի հատ փառք դրա համար մենք մենակ չենք քարոզում խաչը։ Սա կիսատ գործ կլինի սիրելիներ։ Ոչ էլ առանձնացված քարոզում ենք խաչը անենք, քարոզում ենք հարություն։ Սա է մի հատ ուրիշ սայրայություն կլինի։ Մեր համար, մարդկության համար այս խաչմերուկը հանդիպում է եղել կյանքի մահվան կռիվ ու կյանքը մահին հաղթելը։ Գրված է մեղքին էլ է հաղթել, դժոխքին էլ է հաղթել, գերեզմանին էլ է հաղթել։ Իշմիկ ասում էր, ով մահուր է քո խայթոցը, հա։ Տերը Եվիա մարգարեի նման բաղի մարգարեներին ոնց որ դրան հասնում է, էլի, sense որտեղ Տերն է ծաղրել, իրան ծաղրողին Աստված ինքը պետք է ծաղրի։ Ասում էր, լավ ավելի ուժեղ կորացեք, հələ մեկ ավելի ձեզ ճղճղեք, կարող ձեր Աստված քնած է կամ գործիա գնացի, հիշում եք, նույն մահվանն ասում է, հա, ուր է քո խայթոցը։ Այսօր դու ուղղակի հավանի, որ դու կյանք ունես Քրիստոսի կյանքով։ Ով որ Հիսուս ունի, այնքան պարզ է, սիրելիներ, չեմ անում, այնքան պարզ է, որ էսի մի հատ անգամ չգիտեմ, եթե ասում են հիմար չհասկացող, ինքը երեխոպես էսի կընդունի, բայց դիտումները պետք է էսի վերլուծեն, ոնց կլինի, ոնց է, ինչա, չէ, այսօր մենք ընդունում ենք այն, ինչ որ Աստված տալիս է։ Դրա համար փառք մեր ամենակարողին, որ այսօրվա օրը քո համար Տիրոջ կողմից փափագելի է եղել, սիրելիս։ Ուրեմն փառավորի Աստծուն։ Գործը ոնց որ խաչի վրա մահանալիս 7-րդ նախադասության բառը, հա, որ խոսվեց, Հայր ամեն բան կապացեց։ Ամեն։ Ուրեմն մեր Տեր Հիսուսը այսօր իր անունից եմ ասում, շատ ուրախ է քո համար։ Եթե մենք հարցնենք, ասեցին Ձիթենյաց լեռան վրա, Տեր ով խոցեց քո ձեռքերը, ասեցին բարեկամները։ Ուրեմն տեսեք ինքը իր բարեկամ, իր հարազատ մարդը, թեկուզ իր վրա կրունկ վերցրեց, ցավացրեց, հա, անես բաներ արեց, մենք այսօր տան անդամը մի հատ թե բան ասում, մենք խոսք, անենք ցենք վիրավորվում, անենք ցենք նեղանում, դուք չգիտեք ինքնից ինչ ասել։ Սենց կլինի չէ։ Հայր, երեխա, կին, ամուսին, հարց, կիսուր կարան, Ժորժ ջան, բարեկամ, տունս չմտնես, ես քո տուն չեմ գա, վեր խաչ եմ կա, ինչքան ամարգանք, ծաղրանք, իշք խայտարակություններ, սիրելներ,
ալեն թե այն որ ասում է ծածուկ թե հայտնի հա, սենց ասված, որ այսօր մենք մենակ հայտնի բաները գիտենք, հələ ծածուկներ եւ որի Աստված բացի, ահավոր կլինի թե ինչքան զզվելի աղբի մեջ է այս աշխարհը, բայց Աստված էս ամենը տեղալով, մեզի սիրելով, հոժարական ինքը եկավ իր կյանքը դրեց։ Հիմա դրա համար ավելի մեծ պատիժ կունենան նրանք, ով էս մեկնած ձեռքը չընդունեն, ով էս շնորհքը չընդունեն, հակառակվեն կամ Քրիստոսի այրունը ոտնակոխանեն։ Դրա համար եկեք գողությունով այսօր ասա ես Տեր եկել եմ, ես թեկուզ մենք հաղորդություն ընդունելը աղոթք էլ կունենանք, շատ տաղա, մենք մարդ ենք Ժորջան, մենք կարիք ունենք նորից մեր աղոթների խնդրվածների մեջ, Տիրոջ այրունը խնդրենք, հա, ինչ-որ մի հատ խնդիր ա մեր մեջ, կապանք առաջացել, վարկություն ա, վիրավորանք ա, բերենք իր խաչի առջև, իր այրունի առջև, ասենք մաքրի մեզի, կարանք սենց աղոթք անենք Ժորջան, նույնի կարեցել ենք անենք, բայց չկարել ենք մի հատ էլ, ասենք Տեր ջան, ների մեզի, այդ գոռոզությունը կոտրեք, ձեր կողորտին չկա կայնի, կոտրեք, շատ մարդ կա բերանը չի կարում բացից, ես մեղավոր եմ, չի կարում ընդունել փաստը, կամ այդ համեկին ասի ինձ կա ներես, ոնց որ ջինտեք էի չարնա, սատանան, ինքը թույլ չի տալի, անձդ խոնարհացրա Հիսուսի առաջ, որ քո ոգին ազատ լինի, որ ազատ քո Տիրոջ ինքը երկրպագի ու փառավանի։ Ամեն Ժողովրդյան։ Հիմա այսօր փառ Տիրոջը կաս, ապրում ես, այսօր ստեղ ես, Աննա Մեխակյանի քարոզներից ընտանիքի վերաբերյալ մեր որ առաջ լսեցի, անկեղծ ասեմ, այնքան սենց Աստված շատ օրհնի իրան, սենց քանդող, սենց բերող, տեղող, բժշկող, լավ խոսքեր ունեն, ինչն էր այդ վերնագիրը, ասում ես, ապրում ես, ապրելի մի քո համար կյանքը տանջան կամ չգիտեմ ցավ, ինչ ադեն, հա, քանի դեռ ապրում ես, ասում ապրելի, ուզում ասի, նես լավ խորհրդավոր ձևով էր, նես սրտիս կպավ Աստված շատ օրհնի իրան, հերթով սենց տան անդամներին կպնող, ոնց որ սենց քեզի տեղից պոկի, որ անմարդ խռովությունը չներելը ձեր չի տալում, դուք ոչ թե մարդ ոչ թե ապրում, այլ մեռնում, սխալ ձևով մի մեռեք, Քրիստոսի խաչով մեռեք, սիրելիներ, որովհետև Հիսուսը վարին, հաճելին, կատարյալը չի տարեք գերեզման։ Հիսուսը անեծքը, սխալ խոսքերը, հայոյանքը, չներելը, իրավուրանքը, որոնք մեղքեր են, մեղքից են սնվում որպես մեղքեր, մեր ինքնությունից, այդ ատարեք գերեզման։ Ինչ հետ դուք դրան կենթանացնում, նորից բերեմ լցան ձեր տուն, ձեր տաճար, հետո գնում ենք պրոբլեմների մեջ։ Դրա համար եկեք ինչ որ Տերը դատապարտել է, մենք էլ դատապարտենք, ամեն, ինչ որ Տերը հարություն ա տվել, ասենք հար քեզի Տեր։ Մենք սեր չունեինք, բայց հարությամբ քո Սուրբ Հոգով սեր եկել է մեր մեջ։ Հիմա իրան գործի դիր, իրա շահը կվենաս։ Սերը դու քո մեջ ունես, բայց էլ այստեղը կայնած է, վախենում ես այդ աստանը տակամին, ասես սիրում եմ ես քեզի, շատ եմ սիրում քեզի։ Մեկը սենց բան ասում, որ եկի ասես, մեկ էլ շուտ միտք կալմա, երես կարմի, աման տնչ երես կարմի, ասա այնի վերանը կոդրվի, ասա այդ ինչու իշ բարերը խոսմա, ասեք, հաճախ ասեք, ես շատ եմ սիրում քեզ, հարգում եմ քեզ, ընդունում եմ քեզ, գիտեք շարունակ այդ խոսքերը արձակեք, մի օր կտենա որ իսկականից սիրում եք էլի, այնքան չեք ասում սիրում եմ, այդ սերմերը պահել եք ձեր մեջ, ուզում եք պտուղ քաղեք, որ դուց քաղեք, սերմերը այն մնասի պես, տարի սրտի մեջ թաքցրել ես, այսօր Սուրբ Հոգին ասում այն տղա ջան, աղջի ջան, գործի դիրետի, քո քաղցր բարերը, երեխեքիդ վրա լավ բաներ խոսա, ընտանիքիդ վրա լավ բաներ խոսա, քո երկրի վրա սիրելիներ գործում այսից, սրանք լույսի շողեր են, արեգակ ինքներ իր շողերը չներ, այդ ջերմությունն ու լույսը մեզի չէր հասնի։ Քրիստոսը արեգակն է արդարության, ինքը քո մեջն է, արտացոլումը քեզանից պետք է լինի։ Բերանը լայն բացառակ ու սկսի խոսալ, մի վախեցեք, ամեն, Տերը թող շատ օրհնի։ Ու քանի որ սիրելիներ այսօր հաղորդություն է, եկեք մեր լավ մասով անդրադառնանք այն սկիզբը, որ դրվել է, կիսվենք, խորենք, հարկ մեր Հիսուսին, եկեք նայենք Ելից 12-ի մեջ զատիկը հաստատվում է։ Ուրեմն 5 կտակարանից, որ Տեր Հիսուսը նորի մեջ հաստատեց, մենք այսօր նորով ունենք մեր զատիկը,
Այսօր էլ շատ սենց միգուցե չեմ էլ ուսան գտնել Ժողովուրդ ջանեն անգամ ասի չամիջին, փլավին, ավիծվերին, չգիտեմ, ձկներին, կանաչեղենին, Աստված թողորտնի, ասենք էդի թողելի ուտեն։ Բայց եթե իրապես պատվիրված Քրիստոս կերակուրը չուտենք, էնի մեկա ուտեք էլ նորից նույն բանն ալնելու, բան չի փոխվելու։ Սպիտակ ձուեսկերը թե կարմիր ձուեսկերը, մեկա բան չի փոխվելու։ Բայց եթե Քրիստոսի պատվիրված հացը ուտենք եւ պատվիրված, որ յուտ նախաղի կամ գինի վերցնում ենք, կամ ավելին ինք ասում էր ջուրը կյանքի, հա, մենք էս ուտենք, ասում է դուք կյանք ունենաք, որովհետեւ ստուգենք մի հատ, մենք եկել ենք չէ հավատքով ստեղ։ Եկել ենք հավատքով, որ հիմա տեսեք դրա համար ձեր հավատքի համար, ձեր հավատքը գիտեք որն է, քաղցրանիշ գավաշը, ես խոսք եմ դնելու մեջը, որ դուք փաթաթեք ուտեք, որտեղ գրված է, որ հավատքը խոսքով չի խառնվում, օգուտ չի տալի։ Դրա համար թույլ տվեք մի քիչ հավատքի համար խոսք խոսանք։ Դրա հիշատակումը պետք է տանք անցածի մեջ։ Օրինակ Հիսուսը նոր չի գալու խաչվելու, Հիսուսը արդեն խաչվել է։ Հարությունը առե, մենք հիմա սպասում ենք երկրորդ գալուստին։ Ամեն։ Դրա համար հիշատակումը մեզ տանում է անցածի գործը։ Մեր հիմքը լեվից է սկսվել։ Ուրեմն մեզ սկսվել է Ելից 12-ում գրված հрьяաների, հիշում եք որտեղ էին գերության մեջ հрьяաները։ Որը այսօր կարելի ասել փոխհարաբերական խորհրդանշում է աշխարհը։ Հիմա Եգիպտոսը, այսօր մարդիկ փողով տոմս են առնում, այդ մենք Եգիպտոս Հանգստանում գալու են, ասենք մեկը ուղիղ sense բանով հասնասի քուրը սուրես է թմալից Աստված հрьяաներին անես դուք մեզ Եգիպտոս մեղք եք գործանելի, նորից հետ եք այդտեղ Տերը չի ասել ձեռդ դերի մաչին էլ եք չնայ։ Այսինքն սիրուն բաներ կարան sense ներկա։ Չէ, եթե հնարավորություն ունես գնա, պատտվի արի։ Այդ Եգիպտոսը չի։ Էսի ուրիշ Եգիպտոսը, աշխարհը, որ այսօր, այսինքն այնտեղ Եգիպտոսում կար չէ Աստված, հա, կար բռնություն, կար սխալ իշխանություն, գերության, հա, այդ Աստծո ժողովրդի բռնակալության ուժ, որը խորհրդանշում էր չարին, ներին, համարձակ խոսում ենք մենք այս առումով, որտեղ եթե մարտիրան Աստվածը հրճակում, էդի վերջում այդ ման ներին, որ դրան էլ են հրճակում, մեր Աստծուց բացի ուրիշ Աստված չկա։ Ահա, մենք ստեղից գլխի ենք ընկնում, հասկանում ենք։ Այդ գերեվարությունից ունեն 400 տարվա խոսք, բայց պարապությունը իրանց թույլ տվեց, որ եւս ավելանա 30 տարի։ Չէ աղաղակելը, հա, անփույթ, անտարբեր լինելը, գիտեք ինչ էին արել, հետո ենք մենք այդ տնքոցը տենեմ անապատի մեջ, ասման դեղի կացաները, սոխը, սխտորը, ընդեղի միսը, նստած ուտում էինք, սեխը, տենց էլ գրված է բանը, մենք եմիշ ենք ասում, եմիշ չի գրված, սեղ է գրված։ Իս մարդիկ հլը մտովի այդ կերակուրի հետ են, այդ խոսումը իրանք հարմարվել էին այդ կյանքի։ Դրանց հլը որ փորձուն եկել է, փոխանակ ասեն Տեր ջան օգնի մեզի, հələ մի հատ տրտնջում էին Մովսեսի դեմ ու հիշում էին, այսօր մենք հիշում ենք Տիրոջ խաչելությունը, չէ՞։ Ամեն։ Իսկ իրանք հիշում էին սոխն ու սխտորը։ Այդ իրանց խանգարեց։ Իրոք խանգարեց իրեններ։ Իրանք չէին կարող հավատքով ընդունել Քանանի պտուղը, որ հավատացյալները մտան, հավատացողները մտան, որը երկուսն էին, Քաղեբն ու Հեսուն, անգամ Մովսեսը չմտավ։ Դա հասկանում ենք, որ օրենքով ոչ մեկ չի կարող մտնի, ներկայացնում էր օրենքը եւ նոր սերունդը միջև 20 տարեկան։ Այսօր դու նոր սերունդ ես, ամեն քո կյանքում հներն անցել են, ամեն բան նոր այլ է։ Այսօր այն չի, բայց 60-ն անցեմ իմ հետ ինչ կլինի կամ 40-ը։ Չէ, քուրս աղբերս դու 20 տարեկան ես։ Այսինքն քո հոգու մեջ Աստված քեզ երիտասարդ է։ Ու դու ես քո ծերացած մարմնով այնտեղ չես մտնել։ Ուրախ ես թե չէ։ Բա իմ սիրտակ մազերն ինչ ալնելու, չէ, մի տենց բան։ Մենք այնտեղ երիտասարդ ենք ալնում։ Այս մարմնից դուրս են գալու, այս մարմինն է ծերանում։ Նոր սերունդն այնտեղ մտնում, նոր երկինք, հա, նոր երկիր, նոր Արարած։ Փառք ամենակարողին։ Եթե զատիկը քեզ էս չի տալի, ինքը ուզում ես կեր, ինքը չի կարա քեզի փրկի։ Ձուկն էլ իշխան թողնի։ Չի փոխի։ Իշխան ձուկը քեզ իշխան չի դարձնի։ Աստծո հոգին կարա քեզ։ Ամեն։ Դրա համար նորից եմ ասում, գերեք թող անուշ լինի։ Ես չեմ գտնում, անկեղծ եմ ասում, բայց անիմաստ է դլնելու։ Այդ տոնը եթե դու անում ես ամբողջական արա, հա,
կեր, խմի, Քրիստոս, Տերն ասեց, մինչև իմ մարմինը չուտեք, այրունը չխմեք, ձեր անձերում կյանք չեք ունենա։ Ինքը չի ասել, մինչև փլավը չուտեք, մինչև ձուն չուտեք, մինչև էս չուտեք, դրանք իրանց տեղն ունեն, ձեր մարմնի սնելու համար են, բայց այս հացն ու գինին խորհրդավոր են, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը եւ Քրիստոսի այրունը։ Ճշմարիտ ուտելիքը, ճշմարիտ խմելիքը։ Այսօր ճիշտ զատիկ անում ես, անում ես։ Փառք Հիսուսին, ամեն ժողովուրդ ջան։ Այսպես որ խորանանք էլի ինչ որ բաներ, sense վեր կհանենք, խոսենք, կիսվենք, բայց էլի եկեք կենտրոնանանք խոսքին։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Արոնի հետ Եգիպտոսի երկրումը ասելով. Այս խոսքը մեզ եկել է աշխարհի մեջ։ Եկավ մեզի այս կյանքում։ Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի։ Դե օրացույցը թող ասա սիրելներ։ Մենք քրիստոնեական օրացույցի մեջ ենք, ընկել է մեր բաժինը ապրիլ ամիսը, հա, հետո նկատում եք, մեկտեն մեկ ապրիլի այսօր 5-ն է, 5-ին են անում, 4-ին են անում, 10-ին են անում, բայց դեռ մի հատ ֆիքսված թիվ կա, էլի մենք ավելի շատ ոչ թե օրը օրից տարբերենք կամ սենց զանազանենք, հա, սենց ինչ որ հատուկ բռնվենք, օրինակ մեր համար ամեն օր էլ կարա լինի զատիկ։ Ամեն օր Քրիստոսի հետ ընթրիք անել։ Ամեն։ Բայց քանի որ այս օրը ընդունված է այսպես, մենք նշում ենք, հիշում ենք։ Ամեն ամսվա վերջեր մենք հաղորդություն կանենք ամեն Կիրակի, սենց հայտարարեմ, ես լավ է շատ եք սենց։ Ինշապի քիչ են կլնում, Աստված օրհնի անու Քրոջ այդ միտքը տվեց իմ մեջ էլ ես ուրախացա, ասի փառք Տիրոջը շատ լավ էր։ Որ Կիրակի օրը, էս էլ է բարի, դե մեկ զատիկի ինչքան լավ բաներ։ Մենք ամեն Կիրակի հավաքվենք, սա զատիկը, զատվել, առանձնանալ, անցնել, հա, սենց շատ կարևոր մի գործ տեղի ունեցավ, առանց Աստծո միջամտության գերին գերի էր մնալ։ Անիծված, հիվանդը հիվանդ, մեռածը մեռած։ Այս զատիկը տեսեք ինքը գերբնական դրսևորում ունի։ Փառք Հիսուսին, կյանքի մահվան առաջվող այս հարցը լուծվեց։ Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարվա ամիսների առաջինը լինի նա։ Իսրայելի բոլոր ժողովքի հետ խոսեցեք ասելով, այս ամսի 10-ին ամեն մեկն իր համար մի գառն առնե իրանց հայրերի տան համեմատ։ Դե 7 օրեր կային, պատրաստման օրեր կային, 5 ուխտով էսպես է, ինչ մեկ անցած Կիրակի տոնում էր անգամ մեր քրիստոնյա եկեղեցիներն էլ ծաղկազարդ։ Ինչ որ առումով հասկացեցին դա մուտքը Քրիստոսի դեպի Երուսաղեմ, աղանակի վրա ինքը մտավ։ Այսինքն այդ 7-ի մեջ էր օրերը պատրաստում էր, որ ինքը պետք է ուներ այդ տարվա զատկի գառը։ Զատիկը ճիշտ բարբեր։ Հիմա տեսեք, այս ընթացքի մեջ են 10-ից գառն առնում են, հիմա մենք էլ եթե սենց ուղղակի անենք, մենք մեր իսկական զատիկը կթողանք սիրելներ։ Ինչի մենք այսօր գառ չենք առնում, գառ չենք զոհում, որտեղ մենք արդեն մի հատ այնպես գառ ունենք, որը էլ իրան փոխարինող մի հատ գառ չկա։ Քիչ հետո կնայենք, որ իրապես Տերը ինքը եղավ մեր գառը, զատկի գառը։ Ուրախ ես դրա համար, փառք Հիսուսին։ Ահա։ Իրանց հայրերի տան համեմատ տունը մեկ գառը, ոնց որ եկեղեցու թվի համեմատ։ Պետք է գառը ամբողջովին ուտվել, հա։ Եվ եթե մեկ տունը մեկ գառի համար քիչ լինի, թող նա իր տան մոտ եղած դրացու հետ հոգիների թվին համեմատ առնե։ Հիմա մենք եկել ենք այսօրվա մեր գառանը ուտելու, մեր զատիկը ուտելու, հիշատակելու, պատմելու, թե մեր Աստծո գառը ինչ արել մեր համար։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ամեն մեկն իր կերածի չափ հաշիվ անե գառնի վրա։ Դրա համար մենք ուտում ենք, սա վերջացնում ենք։ Դեցա թե տես չի։ Այն հացը, որ մենք կտրատում ենք, մենք սա ուտենք, վերջացնենք։ Սենց հետարքիր է, որ այս ավարտուն գործ է։ Ամբողջական Տերը ինքը մահացավ եւ ինքը հարություն առավ։ Ձեր գառը անարատ առում 1 տարեկան լինի, ոչխարներից կամ այծերից առնեք եւ պահեք ձեզ համար մինչեւ ամսի 14-րդ օրը։ Ուրեմն այս Ավիվ ամսվա 14-ը, որ գալիս է մեր այսօր այսով ապրիլի 14 ինքը իսկական զատկի օրն է։ Իսկ մեր հաջորդ ընկնելու է 12-ը։ Երեխեք հետ կապված որ կունենանք, ինչևից է Ժորժ ջան, նորից չեմ հատուկ սենց Փարտիրոջը սենց բռնվածություն չունենք, անպայման պետք է այսօրը սենց լինի։ Մենք ամեն օր էլ կարանք տոնենք, այսօրվա լավ առիթն է, որ ամենքի մեջ էս տոնը արտնացնում է շատ բաներ, առիթից օգտվենք, նորից պատմենք իրական գառան մասին, իրական զատիկի մասին։
իրական զատկի կերակուրի մասին։ Ամեն։ Այնպես որ այցելեք, պատմեք, վկայեք, թող մարդիկ ճշմարտությունը իմանան։ Ուստեղ շատ հետաքրքիր է, որ այսպես շատ բաներ չկան, պատվերը հետևյալն էր։ 10-րդ պատոհարվածներ, ամեն տան անդրանիկ պիտի մահանար, արդեն Աստված Մովսեսին ասել էր, բայց փրկագնում տեղին մեծավ անդրանիկի փոխարեն գառը մորթվեց։ Շատ խորհրդավոր է այսօր ամեն մարդ մեղքի պատճառով պիտի մահանար, բայց ով որ այսօր զատկի գառը ունի, Քրիստոսի, ես գառ ասելով նույնականացնում եմ այսպես, որ ինչև չեշտում Քրիստոսի, որտեղ շատերը կարող են լսել, թան հատ գառ առնել։ Չէ, այդ գառները թողեք, որդեք կերեք, եթե ձեր ախորժակը քաշում է, բայց իմ զատկի գառը Հիսուսն է, ամեն, ուրեմն, եթե մեկը Հիսուսին չունի, ուրեմն իր մեղքերի համար ինքը պատասխանում է, բայց եթե մեկը Հիսուսին ունի, դա նման է խոստովանանքի, որ ձեռքը դնելով գառան գլխին, նաև հետո տեսնում ենք մեղքի պատարագը, մեղավորը խոստովանում էր, իր մեղքը անցնում էր անմեղ գառան վրա, անարատ, արուր, այդպես էր Տերը պատվիրում, անմեղ գառան վրա եւ գառանը մորթում էին բացի փողը։ Այդպես էր մեղքի պատարագը, հասկանում եք, այս մարդու մեղքը դրվում էր այդ գառան վրա։ Այսօր առանց քո գառնուկի, որ հաղթողն է սիրելներ, դու չես կարա, անգամ մի օր ապրելը կապրես, բայց մեղքը կպաշարի, անենց գերության մեջ կդնի, հետո ֆիզիկական մահ որ տեղի ունենա, դատաստանի կտանի։ Բայց երբ որ դու գառանը ունես, ինքը հետո բացվում է մեզի, դնում է մեր միջնորդը, դնում է մեր բարեխոսը, Փառք Տիրոջ ամեն, իր այուն այսօր խոսում է մեր համար, մեր մեղքերը քավողը, մեզ արդարացնողը, այս գառանը բաց չթողես։ Ու ամեն օր կեր այս գառանը, այսինքն Աստվածաշնչի խոսքը, ամեն, Փառք Հիսուսի։ Այստեղ այդ պատվերն էր, որ տան հայրը պետք է մորթի, դրան սեմերին այրունը քսի եւ ներսում գառանը ուտեն։ Այդ արքիրա ինչի համար, որովհետեւ այդ գիշեր ցածկեցնող հրեշտակը պիտի անցներ հրամաներ Աստծուց, որի դրան վրա չտեսնես նշանը արյան, այդ տան անդրանիկին զարգի։ Այսինքն ստեղ մենք աչառություն չկար։ Եթե հրյա մեկը հանդգներ Մովսեսի խոսքով չաներ, իր անդրանիկը կմեռներ։ Եթե Եգիպտոսից մեկը հավատար ու այդպես աներ, իր անդրանիկը կմեռներ։ Որովհետև այդ տրված էր հավատքով։ Հետո մենք տեսնում ենք, սիրելիներ, եգիպտացիներ էլ կային, իրանց հետ դուրս են գալի։ Որոշ մարդիկ, անգամ Մովսեսը, որ ամուսնացավ, քետացիկին շատեր ասում են նեգր, որ ասում ենք, Մարիամն ու Ահարոնը խառնվել էին իրան։ Եգիպտացիներ եղել։ Իրանց հետ ինչ-որ որոշները հավատացել են, ընդունել են, դուրս են եկել, սիրելիներ։ Բայց խոսքը հստակ այդ ժամանակ հրեա ազգի համար էր։ Մեսիան այդ սերունդից պիտի գար։ Եվ սա զատիկ կոչվեց, հիմա գանք այս խոսքին նորից, եւ նրան շտապելով ուտեք, նա զատիկ է Եհովային, եւ այն գիշերը Եգիպտոսի երկրով պիտի անցնեն եւ զարկեն Եգիպտոսի երկրումը ամեն առաջնեկը մարդից մինչև անասուն։ Եվ Եգիպտոսի բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ։ Ես Եհովաս, եւ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, եւ երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։ Ուրեմն ստեղ քո բարեխոսը, պաշտպանը, ով դարձավ, ես իրան չեմ ասում, ինչ ասում եմ, ով արյունը ինքը կյանքն է, ինքը Քրիստոսն է իր անունը փառավորում, այսօր մեր համար դու արյան շնորհիվ ես տրված, սիրելի։ Ամեն։ Այնտեղ իշքամ էլ փորձեին, եկեք այս չանենք, այն չանենք ներսի համար պատվիրված էր գառը կերեք։ Մասնակից լինելով, մեկացված լինելով գառան հետ, որտեղ անարատը սուրբը ինքն էր։ Իսկ դրան դրսի համար, օրինակ տես, միգուցե այսօր դու արյունը չես տեսնում, բայց քո կյանքի վրա ես հավատում եմ, անգամ են հրեշտակները, որ գալիս են պիտի հարված են բերեն, անգամ ինքը Տերը հրամայված է դա, քո սրտի դրան վրա Քրիստոսի արյունը կա։ Քո վրա այդ նշանը կա, դու հավատում ես։ Քանի որ այս մասին խոսեցի, ուզում եմ օգնած եմ շատ հարազատ մարդկանց, այսօր տան ակլորը մորթում են, արյունը քսում են ճակատներին։
ժողովուրդ ջան, եթե հրամայված լինի, որ ճիշտ նշան գրողներին, որ պիտի այդ հրաշտակը խփի, այդ ակրորի այրունը տենալով ըստ ինքը sense չի էլ նկատի, խփի ու կսպանի։ Դրսից ձեր վրա ուրիշ նշաններ մի դրեք։ Այսօրվա այս նշանը Քրիստոսի այունն է, Քրիստոսի հոգին է, կյանքի հոգին, որպես նշան, կնիկ դրված է քո սրտի վրա։ Իսկ քո ապահովությունն է, ուղղակի դու վստահի ու հավատա։ Գիտեք ինչ վախը կարա մտնի տան մեջ։ Եկեք մի քիչ sense դրամաբանական մեր մարդկային բնությունից, տկարությունից էլ խոսենք։ Նոյի երեխեքի հետ կարար չելներ, նավը երբ որ շարժվեց, ով որ նավը նստել, մի հատ փոքր լոդկա ես նստում, մի հատ ալիքից sense տատանվում է, անկախ քեզանից խշում ես, ուզում ես մի տեղից բռնվես։ Գիտեք եկամ հեշտեր, իրանց ղժանը ընտելացան հետո տեսան, որ իրան չեն կործանվում, չեն խեղդվում, հա մեկ նոր այգի ասում է, հա մարդիկա հավատքի մեջ sense բաներ պատահավ, sense բաներ պատահավ, բայց սիրելիս լսի, դու նավի մեջ ես, նավից դուրս չես։ Իսկ դրսի ղժանը չէր օգնում, տեղ չունի բռնվելու։ Եվ խեղդվեցին, կործանվեցին։ Հիմա տնից դուրս վտանգ կար, մահվան հրեշտակ իրանց, հազար մի փորձանքներ կար, հոգևոր իմաստով էլ հասկացեք սիրելիներս, բայց մի հատ այուն բարեխոս է քո համար, քո դրան սենին ինքը կսված է, որտեղ այսօր, եթե դու եկել ես տեղ ու այդ մաքուր ուղիղ սրտով եկել ես գռան այս միսը, հա, ասենց ասենք, այս հաղորդության հացը եւ գինին ուտելու խմելու, սա խոսում այն մասին, որ դու հավատում ես եւ ընդունում ես նրան, ով որ մորթվել է քո համար, ով որ այունը թափե քո համար։ Եվ ուզում եմ քեզ հավատացրած լինեմ, հիմա ներսում մենք ուտում ենք, բայց դրսում էլ քո վրա նշան կա դրված։ Ով որ հավատում է, թող ասի ամեն։ Ամեն։ Այս է մեր առավելությունը, սիրելիներ, նշանակիր ենք մենք, Աստծո կողման է, հրամայված է դա, իսկ ամբարիշտը չունի այս պաշտպանությունը։ Մենք պարիսպել ունենք, դուռ ունենք, եւ այդ դուռը այն փեղկերն է, այսպես, գիտեք, այս փեղկերով են, Քրիստոսն է ինքը, որ խոցված են այրունով, այս փեղկերն է դուռը, հա, ասես, ինքս կայնած է մեր համար, իր անունը փառավորվի։ Դրա համար սրտիդ խորքից միշտ իրան փարթ այս ուտելիքը, այս խմելիքը ոչ մի ուտելիքի խմելիքի չփոխես։ Ուրիշ ճակերտավոր պաշտամունքների, չգիտեմ ինչերի ծիսական արարողությունների չետաս։ Այս շտրիխը, այս կնիքը, այս նշանը վրայցը վերցրիր, ապահով չես լինի։ Իսկ ոնց են վերցնում շատերը անարգելով, այդ մեն մերժված բաներ են անում, սիրելիներ։ Դրա համար ոչ թե կարելի չի կարելի, այլ պետք է կարծվի, որ դա շատ վտանգավոր է։ Այսօր մենք դրա համար ուրիշ գառներ չենք մոռանում։ Փառք մեր ամենակարողը։ Այո, գառը անմիջական կարևոր դեր է մեր կյանքում, բայց ես ունեմ այսօր Աստծո գառը, Հիսուս Քրիստոսին։ Մի հատ տեղից մի բանել եմ ուզում ձեզ ցույց տամ, սա Ելից 12-րդ գլուխն է, խնդրեմ կարդաք, որտեղ մենք ստեղից շարժվենք առաջ։ Պատվերը շարունակական գալիս էր, այնտեղ ինչ-որ կարգներ պետք է արվեր, մենք կարևոր մասերից խոսեցինք, սա մեր զատկի սկիզբն է դրվել։ Արմատները տեղից եկե, Քրիստոսը զատկի օրը հաստատեց նոր կտակարանը։ Ամեն, եւ իրական գառանը ցույց տվեց, մենք գալու ենք սրա։ Եվ այս բանը քեզ եւ քո որդիների համար կանոն պահեք մինչեւ Պապիցյան։ Երբ որ կլինի, որ այն երկիրը գա, որ Եհովան ձեզ պիտի տա, հիմա տեսեք, պատվեր է գալի, ահագին ցուցակ է, փաթ է դա մի հատ sense։ Երկրաշյան։ Համ այդ օրը պատգամ են առնում, այդ մի օրվա մեջ կարող է, բայց բավականին պատմական գալիք օրերի հետ էլ կապված ծրագիր է ներկայացնում Աստված Մովսեսի միջոցով ժողովրդի համար, որ այդ գառան, այդ զոհը դուք անեք, Եգիպտոսից դուրս եք գալու, ու չերես անապատ դուք գալու եք Քանանի երկիր։ Փրկագնման նպատակը որն էր, հաներ անապատ վրախ է, չէ, Քանանի երկիր տանելն էր։ Քո հավատքի ընդունելի նպատակը որն է։ Դե ուղղակի մենք պաշտամունք հետ հանգանք մեր կյանքի մար Աստված դրանք ինչ կան, ինչ չանի, հա, չէ։ Ասեն ես հետ եմ վերին Երուսաղեմ, երկնային Քանան։ Ահա։ Ուրեմն ամբողջական կլինի գործը, ավարտուն կլինի քո համար եւ շատ լավ է որ քո համար Քրիստոսը վերջը լինի։ Կիսատ տունը չթողես, մինչև վերջ, ասա գնալու ենք։ Թող Տերը մեզ համբերություն տա։ Այստեղ նայեք, ասում եմ, երբ որ կմտնեք այդտեղ, հիմա տեսեք, եղավ Ավիվ ամսվա 14-ի զատկի օրը եղավ, հիմա տեսեք հիշվում է, ապրիլ ամսին անում են փաստորեն, սա էլ կատարված մի գործ է, որ ամեն տարվա այս օրը մարդիկ հիշում են, բայց
տոնում են եւ հիշատակում են կատարված գործը։ Այստեղից մի հատ հետևություն, սիրելիներ։ Հետո, որ այս մարդիկ դուրս եկան, արդեն ազատագրվել են, իրանք ընդամենը կատարում էին, այնտեղ պահանջված կար բաղարջ, դառը բույսերով, որ այսօր էլ մարդիկ բանջարի հետ են կապված անում, էլի շատ հատուկ խորհրդավոր էին, այդ դառնությունը, դառը լեղին խորհրդանշում էր Քրիստոսի տառապանքը, չարչարանքը։ Իսկ մորթվելը գարան խորհրդանշում էր խաչվել իր, մահանալը։ Ահա, այս մենք հասկանում ենք։ Հիմա այս կերակուրներով, այս զոհով ամեն տարի իրանք պետք է անեին, հիշատակեին այն մեծ օրը, որ Աստված իրանց Եգիպտոսից դուրս անեց։ Հիմա տեսեք, իրանք արդեն կարան լինեն Քանանում, այսօր ներկայիս Երուսաղեմում են, հա։ Հիմա այսօր կարող է հрьяաներն են իրանց ձևով այս տոնը նշում են, բայց այս տոնը նշելով չի նշանակում, իրանք Եգիպտոսից նոր են դուրս գալու։ Սրա այս տոնը նշում են որպես հիշատակում, որ այսինչ դարեր կամ տարիներ առաջ Աստված մեր հայրերին Եգիպտոսի գերությունից դուրս անել։ Հիմա ասենք, որ գան, որ Քրիստոս ինքն է մեր զատիկը, բանում առաջի Կորինթացիների 5:16-ը կարծեմ, որ խմորյալ հացից մենք պետք է ուտենք, հենց Քրիստոս ինքը մորթվեցավ, հենց Քրիստոսն ինքն է մեր զատիկը, ինքն է մեր կերակուրը։ Հիմա ամեն անգամ գալով, սիրելիներ, մեր հացն ու գինին մենք ուտելով, էլի հիշատակում ենք, օրինակ, այսօր Հիսուսը չի խաչվում, անցած տարի էլ չէր խաչվել։ Այն մյուս տան, մոտ 2026 թիվն ենք, չէ, բայց կարելի է էթա 2000 տարի առաջ, չէ, կարելի ասել հենց 26 տարի առաջ, 2026 տարի առաջ, որտեղ ինքը արդեն 33 տարի ու կես, այդ երիտասարդ հասակում ինքը խաչվեց, մահացավ։ Այդտեղից է սկիզբը առնվել մեր օրացույցով։ Ինքը արդեն խաչվել է։ Նոր չի խաչվելու։ Ուղղակի մենք այս անելով հիշատակում ենք։ Ինքը որ խաչվեց, ասա ես այդ օրը փրկվեցի։ Ինքը որ խաչվեց, նայ մկրտության հետ sense կապ ունի, մի քիչ ուզում եմ sense փոխանցեմ ձեզ, ասում անոր հետ թաղվեցակ, անոր հետ էլ հարություն առավ։ Հիմի այստեղ է քո հավատքի ուժը։ Դու հավատում ես, որ Հիսուսի հետ, որ ինքը մահացավ, դու իրա մեջ էիր։ Հավատում ես sense։ Ամեն։ Ահա, ուրեմն կստացվի քո հաղորդությունը։ Եթե ասես չէ, ես այդ օրը դեռ չեմ եղել աղբերս, ես ինչ բաներ ես ասեմ, չէ, ոնց որ Ադամի մեջ ենք եղել, մեր հայրերի, պապերի մեջ ենք եղել, հասկանում եք ինչի նկատի ունեմ։ Ուղղակի ժամանակի հետ ծնվել ենք, եկել ենք լույս աշխարհ։ Ես եթե այսօր քրիստոնյա եմ, դա նշանակում է, որ այն վաղ ես Հիսուսի մեջ էի։ Ինքը ինձ իր ճանապարհներում ուներ, քեզ էլ հետը։ Ուրեմն քեզի արդեն ինք իր մեջ դրել է։ Ուրեմն ոնց որ էի իր մեջ էի, ինքը տես քեզի առավ իր մեջ, հայրը մեր մեղքերը դրեց իր վրա, մեզի դրեց իր վրա, մեր խաղաղության պատիժը ինքը եղավ ու խաչվեց։ Մեղքի վարձքը տվեց։ Բայց մեր այդ ժամանակ մենք ցավ տառապանք չենք զգացել։ Ամբողջ ցավը Հիսուսը կրեց։ Բայց մենք իր մեջ ինքը որ մեռավ, մենք էլ մեռանք։ Ես իմ հավատքը ասում եմ ամեն։ Ամեն, ամեն։ Ահա։ Իրան դերին գերեզման, մենք էլ դերվան գերեզման։ Ինքը որ հարություն առավ, մենք էլ հարություն առավ։ Ահա։ Հիմի ժամանակի լրումը եկավ ճիշտ այն օրը մեկ եկավ քեզի սերմանեց, արդեն Քրիստոսը քեզ ուներ իր մեջ։ Ու ինչ որ մեկի միջոցով, ոնց որ Պողոս ասում է Քրիստոսով ես ձեզ ծնեցի։ Ու դու այսօր կաս։ Բայց դու քո մեջ սերունդ ունես։ Քեզանով հլա Աստված ելի մարդկանց հոգևորապես ծնելու է, սկսած քո տանոթ անդամներից։ Պատրաստ ես սրան։ Սա է զատկի գործը սիրելիներ։ Հիմա այսօր մենք որ հիշատակում ենք, չի նշանակում, որ նոր ենք փրկվում։ Էս էլ է հավատքի գործում, որ դու այսօր եկել ես հացը ուտելու, դու մի արի հացը կեր ասա, որ փրկվել Տեր։ Հավատքդ պետք է ասի, ես արդեն փրկվել եմ, որտեղ Քրիստոսի հետ ես մեռա։ Առաջալն էլ ասում, անոր հետ էլ դուք մի գիտեք դուք որտեղ եք։ Խաչի քարոզությունը անհավատների համար հիմարություն է, հասկանում եմ ես էլ բացվում է, որտեղ նենց բաներ են խոսում, մարդիկ ես ինչ են խոսում։ Սենց ոնց կարող
մենք մեր կյանքը երկնավորների մեջ, Հիսուսի մեջ պահած է։ Եթե դու քո հավատքով, եթե անցյալի հետ կապված հավատքով տենում ես իր հետ մեռար, իր հետ հարություն առար, ճանապարհ ես եկել մինչև ստեղ, բայց եթե չես շարունակում հավատալ, որ գերեզմանից ընկում կյանքը կա, իրական, հավիտենական, ու դու Քրիստոսի մեջ ես, քո հավատքը իզուր է։ Պողոս դրամար ասում է, որ մեկը մեռելների հարության չի հավատում, իզուր է իր հավատքը։ Ուրեմն սիրելիս, ահա այս հավատքն է ուզում Տերը, որ դու որոշես Տիրոջ մարմինը։ Այս հավատքով գաս ու ուտես հացն ու ջուրը, որ գինին, որ ասես, ուտելով ասես, փառք քեզի Տեր, որ ես փրկված եմ։ Փառք քեզի Տեր, որ իմ մեղքերը քավված, ներված, թողված են։ Ու նաև ներկայի մեջ կարևոր դավանանք ասա, կարևոր դավանանք։ Դրա համար ասում է, իրար հետ հաշտեղեք, ներեք, թույլ տվեք մարմինը, օրգանական Քրիստոսի մարմինը ճիշտ ֆունկցիա կատարի, քո խռովությունը, վիրավորանքը, ատելությունը կապում է։ Եվ իշխանությունը տվել, որ կապենք եւ արձակենք, կապեք դիվային բաները, կապեք մեղքերը, հա, արձակեք Քրիստոսի հոգին ամեն մեկի վրա։ Օրհնի մի հատ կողքից։ Օրհնի ձեր իրոք ասա օրհնված ես Հիսուսի անունով։ Իմ անկադին Քրիստոսի մարմնի անդամ, սիրելի դիտող, սա հոգու սրտի միաբանության կապված կարագետ անել։ Հիսուսի զորավոր անունով։ Ասա ես որոշել եմ, եթե կապանքները գլուխ բարձրացնեն, այն ծոմի կոշկորները, հա, չգիտեմ, ատելության վիրավորանքները ես պետք է քանդեմ Հիսուսի անունով։ Քրիստոսի խաչի, հա, խաչալի այդ մահվան մեծ զորություն կա, որ կապանքները քանդվեն Հիսուսի անունով։ Եվ այսօր պատվական ձևով, որպես պատվական անոթ, ապրի Քրիստոսին, որովհետև սա այն շնորհն է, սա այն մեկնած ձեռքն է, սա այն կյանքի սերն է, որ Աստված քեզ այդ սերմով, այդ խոսքով քեզ այսօր ծնեց ունեցավ, որ դու պատվական անոթ ես, հարության որդի ես դու, որ քո անունը կյանքի գրքի մեջ գրված է։ Սա է հավատությունը։ Եվ իրար հետ շփվեք որպես քահանաների եւ թագավորների։ Այդ ցեղիցն ենք մենք, սիրելիներ, իրար մի նայեք, չգիտեմ, արտաքինով երևույթով չափեք կամ ընկած լինի, վիճակից ընկած լինի, չգիտեմ, դիրքի մեջ Քրիստոսով դավանեք սրբություն, դավանեք արդարություն, դիրքի մեջ, սա շատ կարևոր է։ Աստված քեզ քո դիրքի մեջ ինքը իր սրտում, որ քեզ դրել է, գիտես ինքը քեզի ոնց է տենում։ Սուրբ եւ կատարյալ, որովհետեւ քո համար սուրբ գառնուկ է սորվել, սուրբ արմատը դրվել, որ սուրբ զանգված տտուղ տա, չանարգեք անհավատությունն է երևույթով խոսալու, հավատքով մեղքին մեռած համարեցեք, մեղքն էլ կգա կընկնի կթավալվի ձեր ոտների տակ, խոսեք իրա վրա, ես մեկա Քրիստոսի հետ խաչված եմ, իմ բաժինը դու չես, իմ բաժինը Քրիստոսն է, ամեն, երբ որ դու հավատքով դավանես խոսես, դու դաշտ ես բացում, Աստծո զորության եւ հրեշտակների, որ դրված են քեզ ծառայելու համար։ Ամեն, քո խոսքերը շատ որոշիչ են, սխալ բաներ չխոսած, ես իմ զատիկն է, ես եկել եմ իմ Տիրոջ ուտելու, ես չեմ եկել ուտեմ, որ նոր փրկվեմ, ես եկել եմ իմ փրկությունը հռչակելու, որովհետև իմ համար Հիսուսը շատ դարեր առաջ խաչվեց։ Դու հենց այսօր էլ ես դու լսում, այսօր ես ընդունում, այո, Հիսուսը դարեր առաջ խաչվածը, հա, այսօր քո ներկայի մեջ կգա, դրա համար քո ներկայի գործ այսօր հասկացի, եթե մեկի դեմ բան ունես, լուծել հարցերը, սա քո աղետյանը արդեն, մի թույլ տուր, արգել դառնա քո եւ Աստծո մեջտեղ, ամեն, փառք մեր ամենակարողին, ուստեղ նայեք, ինչ հետարքիր մի բան է կատարում, այսօր մենք փորձել ենք սենց անենք, ես Սուրբ Գրքի շրջանակում եմ, եւ որ կլինի, որ այն երկիրը գա, որ Եհովան ձեզ պիտի տա իր ասածին պես, այն ժամանակ այս պաշտոնը պահեք, մենք էլ ենք, մինչև այսօր պահում ենք, սա կատարված գործն է, սա նոր չի, մենք եկել ենք հիշատակելու, հիշելու, Տիրոջ մահը պատմելու, հա, փայլուր տարածելու, որ վերջապես վերջ թողը լինի սգին, հա, տկարությանը, թուլությանը, ասում այլևս տկար չմնա, ես Տերս պետք է սգավորի սուքը փոխեմ ուրախության, մոխիրը, որ կապված է ծոմի հետ, չէ՞ ինչ մեկ ես փառք պետք է ինտենեմ։ Այսօր փեսան քո մեջ է, սիրելիս, հավատաս սենց, եթե փեսան քեզանից հեռու է, այդ կարոտի կյանքն ես դու ապրում, թեպետ մենք նրան մարմնով հիմա չենք տեսնում,
բայց ինքը իր հոգով ներկայաներ մեջ։ Հոբի նման հավատա սենց։ Մի օր դու ասելու ես. Տեր, քո մասին ականջներովս լսել էի, բայց այսօր իմ աչքերը քեզի տեսան։ Դու մի օր էսի Տիրոջ ասելու ես իմ աչքերը քեզի տեսան։ Փափագում ես դրան։ Ուրեմն լսելու մեջ, հավատքի մեջ ամուր մնա։ Մինչև վաղճանաբանությունը։ Ինչքան որ մեզ ստեղ Աստված կյանք ա տվել։ Ուրեմն սա շարունակական տոնը հիշատակում է, սիրելիներ, ընդհանրապես։ Այսօր քո հավատքի օբյեկտը խոսքը թող լինի։ Սա կատարում է, ծիսական արարողակարգ է, բայց պատվերն է Տիրոջ։ Հիմա այս հաց ես ուտելով իմ հավատքը ասում է դա Տիրոջ մարմինն է։ Մենք իրական մարմինը չենք ուտում։ Կամ գինին խմելով, արդյոք այլ կերպ են խույս են տալի։ Ոչ, Տերը պարզ ասեց, նոր ուխտի գինին, որ դրված է, ինքը նաև խորհրդավոր է Սուրբ Հոգուն, արթեցնող, զորացնող։ Գինին վատ է, երբ որ աշխարհինն է։ Արդյոք հարթում են սխալ բաներով։ Ահա, մենք էս հասկանում ենք։ Ուրեմն մենք Քրիստոսով ենք ընդունում։ Քո սրտիդ մեջ այս ընդունելությունը ամուր պահի հավատքը ճիշտ արձակի, որ Տիրոջը հաճելի լինի եւ հաղորդությունը ընդունելի լինի։ Մի անգամից կասեմ, եթե մեկի հետ խռով ես, ըմբոստ ես, ես ասածներին էլ չես հավատում, կարող մի անգամից արխային ասեմ, մի ընդունել հաղորդություն։ Բայց եթե սիրտդ հոժար է, քո Տերը Հիսուսն է, հա, թեկուզ այսօր ինչ-որ գործնական բան չկա քո կյանքում, բայց հոժարություն ա մտել, ես որոշել եմ, պետք է թամ հաշտվեմ, արդեն Աստված քեզի որպես հաշտեցող տեսնում է սիրելիս։ Մնում որ խնդրես ասես դուր ինձ հնարավորություն դեր։ Հանդիպեմ ես այդ մարդուն կամ ես sense շատ ունեցել եմ աղոթներ Տերը օրհնել է, եղել է։ Սա փափագ է, եթե Տերն ասում է ցանկանալով ցանկացա, եկեք ասենք մենք էլ ենք ցանկանում Տեր։ Այն բաներին, ինչ որ դու հարությամբ արձակել ես մեր վրա։ Այն երբ որ կլինի, որ ձեր որդիկը ձեզ կասեն, ուրեմն պետք է մեր երեխեքը մեր հետ լինեն։ Մենք շատ անգամ մեր երեխեքին չենք ուզում լինել։ Սիրելիներ, մեր երեխեքը այն ինչ որ մենք անում ենք, իրանք պետք է տենան։ Որ հարց առաջանա իրանց մեջ։ Օրինակ այսօր Պալիկաս Տեր այդպես ասում, մամա այդ ինչի ուտում։ Ու պետք է մաման նայեն կամ տատին պատմի իր տողուն պատմի, ինչի համար եղավ էս, այդ տոնը ինչի համար է, որտեղ գիտեք, հավատքն է պատմական փաստերի վրա է, աստվածաշնչյան պատմությունների սիրելիներ։ Ամեն։ Ինչ է ձեր այս պաշտոնը, այս երեխեքն են հարց տալու, որդիներն են հարց տալու, այս այն մարդիկ, որ չգիտեն, իզն կան գոր չունեք դուք, իրանք պետք է ներկալնեն, և սենց են նայում, սիրելիներ, իրանք դիմեզի հարց տան, ես խեք եսի անում, որ մենք իրանց պատմենք, սա պատմություն է, գիտեք, ստեղ դերված ես երկու բան ես, ու տեսնում խմելիքը պատմություն է, սիրելիներ, իրան դու սենց նայում ես, պետք է հիշես, հիշես, որ ես մարմին Քրիստոսին է, ու սենց փոխանցես քո սերունդին, Ալելույա, այն ժամանակ ասեք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, սա հին ուխտում ենք դեր, որ Եգիպտոսի մեջ Իսրայելի որդիների տների վրայից անցավ Եգիպտացիներին զարկելիս և մեր տները ազատեց։ Ահա, այս իրականությունը փաստ, որ անցյալում տեղի ունեցել, հիշատակումը դա պատմության փոխանցման գալող սերունդին։ Ամեն ժողովուրդ ջան։ Դրա համար այստեղ բավականին տեսանք բաներ, որ Գառնիկին տեսանք, հա, այնտեղ Անդրանիկի հարցներ, դրսից սատկեցնող հրեշտակներ, Աստծո պատվերներ, հա, հավատքի ու անհավատության հետևանք պետք է լիներ գործ, մենք զոհը տեսանք գառանը, այրունը սուրբ, դրանդի սեների քսված, դա Եհովայի համար էր, անցնող հրեշտակի համար էր, իսկ կերակուրը ներսում, որ այսօր դու ուտում ես, այս ուտելով նորից հավատավոր կրկնվում եմ, այրունը քո վրա է Քրիստոսի, սրտից դրան սեներին իր ձեռքերն են սիրելիներ, կեցված ձեռքերը, ես չեմ տենում այրունը, բայց հավատում եմ երես, տան երեխեքը տենց են, իմ երես ամորդ ես զոհարը, ասես տան հայրերը, իրանց թվով չապում, իմ երես ես զոհը արելա, ու իմ երես ես պատվերը կատարելա, երես ակս է դրան սենին էդ այրունը, ամեն, իսկ ես վստահում եմ իմ հորս ամենակարող ասում, հարդ Տիրոջը, ինչքան ապահով է իր ներկայության մեջ սիրելներ։
Հիմա այստեղ քանի որ մասներ ունենք, մենք այս մասով պետք է գնանք սիրելիներ, անգամ 22-ը Լուկասի, այսպես ասեմ, եւ 7-ից ասում է եւ բաղարջակիրած օրը եկավ, որ նրանում պետք էր զատիկը մորթել եւ Պետրոսին եւ Հովանեսին այստեղ տալիս է, որ գնացեք համապատասխան մի վայր կա, որպես վերնատուն, ասեք Տիրոջան պետք է եւ տեղ պատրաստեք, որ Տերը ընտրի կանի, հա, այսպես խոսում է այս մասին, ուրեմն փաստորեն նույն Ապիպ ամսվա 14-ն էր, որ Հիսուսը կրկին անգամ զատիկը արեցին իրանք սիրելներ, ասում զատիկը ուտելուց հետո, այդպես է գրում, նոր դենջատն առավ ոտնալվան ժման արարողությունը դեր գնաց, սիրո և ճշմարիտ ծառայի դրսևորման գործն է դա, որ դուք էլ այսպես իրար ծառայեք, որտեղ արարողության այս կարգի մեջ մենք տեսնում ենք մեծամտության մի հատ ոգի է դնում աշակերտներին, ասում է ով պետք է մեծը չէ՞։ Եվ Տեր Հիսուսը ցույց տվեց, թե ով է մեծը։ Իրականում ինքը Տեր է, ասեց ես Տերս եւ վարդապետս արեցի, ասում եք ճիշտ էլ անենք, բայց ես ձեզ օրինակը ցույց տվեցի։ Ահա, այսինքն ոտնալվայի արարողությունը ծառայի գործն է։ Դա ասում է ով են ծառան, որ հանդից տուն կա։ Ծառայի գործն է, որ Տերասի ջուրդիր ոտներս լվասի հոգնած են կամ։ Սանտիմի ծառայի գործ է։ Տեր Հիսուսը Տերերի Տեր լինելով եկե կարելի ասել ուզում եմ ես եմ ծառա Պետրոսին, ծառա ինձ կամ քեզ, մեկ որ առանց ասում ենք ոչնչություն ենք սիրելիներ, եկի ասում թույլ տուր ոտներդ լվան, այսինքն թույլ տուր ծառայեմ ես քեզ, եւ բացի այդ որ ես Տերս արեցի, դու վատ մի զգա, որ վաղը քո հերթը գա, մարդիկ կան, որ դու չուզենաս իրանց ծառայել, սա է ոտնալվայի արարողության իրականությունը, ծեսը կարող է անել, բայց ատելությամբ իրար հանդեպ լծված են էլի սիրելներ, ձեզ արեցի տեսեք ոնց խոնարհվան, բայց հիմա դուսը սկսում եք փրկել իրար, ճիշտ ծառայենք իրար, մեր ոտնալվան ստացված կլինի, բայց եթե զգում ես չես ծառայում մեկին, ունդեմ բանես գնա իր ոտները լվա, քույրը քրոջ, եղբայրը եղբայր, կոտրի քո անձերը, բայց եթե իրոք այդ հոգեբանությունը կա, ասես եթե չլվամ դու իմ հետ բաժին չես ունենա, այդ ասես լավ կռիվ մի արեք, ձեր միջի ծառան թող ձեր մեծը լինի, ձեր միջի փոքրը ձեր մեծը, այսինքն իմ թագավորությունը ստեղինը չի, թող է ձեր մտածելակերպը, այսօր եթե եկեղեցում են մտնում, հատկապես ես համարձակվում եմ Տերը վկայա մեծ եկեղեցիներում ծառայությունը մարդիկ կարող է դարձնեն կոչում բարձր դիր կանոն համբավ նորից նույն աշխարհի մտածելակերպով նույն այդ տիպը հա sense գույնը փոխը դարձել է մի հատ ուրիշ բան շարժարիթը նույնն է մնացել մոլուցք որ համբավ անուն ձեռբերի ոչ ծառան անգամ կարող անարդի առաքել ասում է փալասի տեսեղանք աստանդակում թափառական Այսօր կարող մի հատ հովի կամ մեկիս մի հատ բան ասեն, կապնենք, ասեն, դու գիտես ինքը ասեն, ինքը ծառայա, ես չեմ վարքավեկը, սա Տերն ասում, անգամ ասում, ինձ արեցին, ձեզ էլ կանեն, բատ չզգաք ձեզի, ուղղակի ծառայեք մարդկանց, թող այդ ծառայությունը սիրով դրսևորվի։ Իսկ եթե այս ծառայությունը չլինի, մենք շատերին կկորցնենք սիրելես, ջոկ կանենք, լավ ու վատ կանենք, Տերը կաս ինչ շահում ես, քեզ սիրողին սիրես։ Քեզ անողին ինչ-որ բան անես, ասում ենք արեք այնպիսինի, որ շահ չունեք, իսկ եսի ով պետք է անի Քրիստոսի հոգին, մարդու էսի չի կարանի, հա, չեկավ ծնունդից, ես էլ չեմ էթա, այտենց, հարսանիքին չկանչեց, ես էլ չեմ կա, ես ենք ուն, ժողջա, բայց այսօր հարկ, ես չեմ իսեր ասու, թողում եմ էտի ձեզ, բայց ունեցեք ես հոգի, սա Քրիստոսի հոգին, ծառայեք, ուղղակի ծառայեք, անկեղծ, Եկուս դրա համար կզրպարտենք, խարազանենք, ուղղակի դուք միշտ ստուգեք ձեր սրտի մեջ, հավատքից բխացեք, Քրիստոսի սիրուց, եթե այդպես է Տերն ասում է, ված մի զգացեք ձեզի, ուրախացեք, ցնծացեք, ձեր բարձքը շատ ալներ։ Հիսուսին որ արեցին, բա մեզ ինչ կանեն, բայց մենք մի բան կարանք անենք, Տեր, մեր սիրտը պահի, իրոք այդ խոնարհությամբ, այդ հեզությամբ մենք ծառայենք քեզ քո սուրբերին եկեղեցում։ Օրինակ պատրաստ ես ես ծառայելու, սիրելի իմ քույր եղբայր, անկեղծ եթե սրտում ատ ասես չէ, ես ես մեկին հետ գործ չունեմ, նույնա, կուզես ոտները լվա, մեկա դու ոչ մի բաժին, բայց եթե սիրտը դա խոնարհվա, հետո
հետո Տերը որոշները վախեցան աշակերտներից մեր մաքրությունը, գիտեք շատ ոտնալվան մեր ոտները չի մաքրում, ասում ոտների ձատ ուրիշ բան պետք չէ, հետո Տերը բացան ասում դուք արդեն մաքուր եք այն խոսքով, որ ես խոսեցի ձեզ, այսինքն Քրիստոսի խոսքով լվացվել, հա, Քրիստոսի խոսքը թող առանց բնակվի ձեր մեջ եւ հնարավոր այդ խոսքը կատարեք, հաջողված կլինեք շատ բաներում, որ թեկուզ այսօր արարողակարգը ծիսական մասը դու չես անում, բայց դու ասում ես նա չէ հերյա, որ արտակնապես է նշան կրում, այն նա, որ սրտից ածուկ տեղում է, այսինքն որ Տերն է տեսնում։ Ուրեմն էսի մի հոգևոր վիճակ է սիրելներ, ուղղակի դու եւ Աստված, հա, գիտեք, Փառք Հիսուսին, միշտ ստուգի քո մեջ Տերը այստեղ էլ մի այլ տեղում էլ ասում է փորձեք ձեր անձերը տեսեք, արդյոք հավատքի մեջ եք, թե չէ իսկ հավատքի մեջ լինել Աստծո խոսքի հետևելն է սիրելներ։ Ուրիշ տարբերակներ չկան։ Ուրեմն թող փառավորվի մեր Տերը, Լուկասի մեջ էլ խնդրեմ 22-ում կարդակ եւ ասում է երբ որ ժամը եղավ նա սեղան նստեց եւ 12 առաքյալներն էլ նրա հետ եւ նրանց ասեց ցանկանալով ցանկացա այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարվելուցը առաջ որովհետեւ ասում եմ ձեզ թե սրանից էլ երբեք չեմ ուտիլ մինչեւ որ կատարվի Աստծո արքայությունը եւ բաժակն առավ գոհացավ եւ ասեց առեք դորան եւ ձեր միջումը բաժանեցեք որովհետեւ ասում եմ ձեզ թե որդի բերքիցն էլ չեմ խմիլ մինչեւ որ Աստծո արքայությունը գա Անկամ սիրելներ տեսնում ենք մի իրականություն, որ Տեր Հիսուսը հաստատեց հաղորդությունը, էլ այլևս բաղարջակերած հաց աստվածը չէր, անխմոր հացն էր, որի հետ մտնում էր տարբեր լեղի դառը, այսօրվա մեր բանջարեղենը, որ ասում ենք, այդպիսին, եւ խորոված գառը, հա, մենք տեսնում ենք, որ նոր ուխտը հաստատվեց անթխմոր հացով, որպես Տիրոջ մարմինը, եւ խաղի հյութով ես եմ որթը դուք ճյուղերը շատ խորհրդավոր բան կա, ինչի տանձի հյութով չէր, չգիտեմ, շատ խորհրդավոր էր սա նաեւ որթատունկը, անգամ ինքը գիտեք Իսրայելն էր համարվում մի որթատունկ, որ պիտի աճեր, բայց ասում եմ բերքին սպասեցի ազող տվեց, ազող գիտեք չէ, զնգուրն է, ոչ գինիալն է, ոչ էլ ուտելալն է, բանի պետք չի լինում, բայց այսօր Քրիստոսով այս նաեւ սա է օծությունը եւ քաղցրությունը, որ խաղը որդից չեն պոկում, այլ ճյուղերից, որ տատունքը սնությունն է, չէ տալի, առանց Հիսուսի մենք պտուղ չեն կարա բերի, եւ եթե ուզում ես քո զորությունը սենց Տերով ասեմ, որ ավելի բազմապատկվի, հա, որ սենց որպես Սուրբ Հոգու զորություն, օծություն, նման է նաեւ եւ օծման եւ հարբեցնելու, որ այդ խաղը նախ որպես քաղցր ուտում են, ճաշակում են ինքը քաղցրը, բայց նաև այդ խաղից հյութ են սարքում, որ եթե խմեն կհարբեն։ Ահա, եթե ինչ որտեղ ճզման process-ի մեջ եք, մարդիկ ձեր կյանքում աշխատում են, sense ճզմում են, հա, ձեզի, ուրեմն այսպես հավատացեք, ասում փառտվեք, որ հարբեցնող գինի եք ունենալու Սուրբ Հոգու եւ շատ զորավոր օծման յուղ, որտեղ արթարի հանդիմանությունը օծման յուղի պես է, ամեն, փառք մեր ամենակարող Աստծուն։ Ուրեմն եկեք մենք թույլ տանք իրականությունը մեր, ոչ թե միշտ այս ծիսական մասերով մենք կապենք, որ այսօր շատ-շատեր այդպես են կապված, այլ թույլ տանք, որ Աստված թեկուզ առակների իմաստով, ծիսական արարողակարգերի իմաստով իրականությունը մեր կյանքում բերի։ Չմնա ուղղակի մենք այսօր եկանք ահով, դողով, վախով, հացը կերան, գնացինք սկսում ենք իրար քնովել, անարգել։ Ավելին ասեմ, այսօր մեկ դուք նստած, դուք եք Քրիստոսի մարմնի անդամներ։ Առաջներում ես գիտեմ, իսեր ասում, այս հացին անեց նոր, որ ընկներ գետին վեկալին, սրանց այս կողին ունանեց են անպատում։ Տերը կասար Բալաջան, ախրն չես քեզի կոտորում ես հացը սենց ուտում ես, բախալով զգուշ, բայց ինչքան կույր է քո աչքերի իրական հացը դու չես տերում։ Չէ որ սա իմ մարմինը սա, չասես Տերը, սա է իմ մարմինը։ Մենք որ սենց կոտրտենք, չէ, մենք ենք դառնում։ Հավաքենք իրար, ամբողջական է դառնում։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Ժամանակի առումով չեմ սենց էլի այս մասի մեջ գնում, բայց ուզում եմ մի հատ գնանք գառանից էլ խոսացինք, կարող է մարդիկ էլ լսեն, ասեն, բաշուտ ախպեր, բայց չասեց գառը մորթեք, մի հատ ուզում եմ ստեղ մեր գառանը տնանք, էլի փառք մեր ամենակարողին։ Հովանու ավետարան առաջի գլուխ 29-րդ խոսքից։ Հետևյալ օրը Հովանեսը տեսնում է Հիսուսին,
Իրան մոտ գալիս Հովանեսով էր Եղիա մարգարեի հոգով եկած Հովանես Մկրտիչը, որ Քրիստոսին ջրով մկրտեց եւ վկայություն ներ Աստծո ծորից, որի վրա Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջնի դա իմ որդի։ Այսինքն այս տեսիք հայտնությունը Հովանեսը ուներ եւ Հովանեսի մարգարությունը ընդունվում էր հрьяաների մեջ։ Շատ հարգալից ձևով էին դրա համար ասեց, ասին վարդապետը ինչ իշխանությունով ես անում, ասեց չեմ ասի։ Հետո չէ, ասեց ես էլ բանն եմ ձեզ ասելու։ Հովանեսի մկրտությունը ասուցեր թե մարդկանցից գնացին խորհրդարին, ասենք ասուցա լուրջ թեմա է, պակասին զիքի չեք ընդունում, ինքին համար վկայեց։ Ճիշտ է։ Եթե ասենք մարդկանցից ասма Հովանեսին հետևողներ շատ կան, մեզի կքարակոծեն։ Վախից եկան ասին չեն գիտեր, ասեց ես էլ չեմ ասի։ Փառք Հիսուսին։ Հիմա ասել, բայց մեզի ասել է Տերը։ Հիմա միթե իմ բարեկամից ես բան կծածկեմ, Տերը հայտնել է, ուրեմն ես սրտով Տիրոջը փնտրենք, սիրելիներ։ Ուրեմն դրա համար ասում է, հետևյալը Հիսուսը, Հովանեսը տեսնում է Հիսուսին, իրան մոտ գալիս եւ ասում է. ահա ասոյ գառը։ Ահա, տեսակ Ժողովուրդ ջան, այդ մեր նոր զատիկը, որ գառով հաստատվա։ Կարող է մի հատ գառը մորթել էին ուտում, ասում է կերան զատիկը խմեցին, վերջացրեցին ու նորը Տերը հաստատեց։ Տալով մեզ այս համեստ կերակուրը, փառք Հիսուսին։ Այսօր դրա համար դու Տիրոջ պատվերով, թեկուզ ինքը ծիսական մասասիրելն է, բայց Տիրոջ պատվերն է։ Իսկ քո հավատքը գործադրելով այսօր դու պետք է հոգևոր վերցնես եւ մարմինը եւ այունը իր հետ բաժին ունենալու, մեկ լինելու։ Փառք մեր ամենակարողին։ Եվ այս շատ խիստ անձնական ձևով դուք գործադրեք եկեղեցում, որ իրար դրա համար ասում, որ ես ուտելով դու ասում ես Տիրոջը Տեր ես հաշտ եմ եկեղեցու հետ, ես ուտելով դու ասում ես ես հաշտ եմ հոգի հետ, ես ուտելով ասում ես ես հաշտ եմ եկեղեցու անդամի հետ, ես ուտելով դու ասում ես ես հաշտ եմ տանս անդամի հետ, այս ուտելը նշանակում է դավանել, որ խոսում է ես հաշտ եմ, բայց եթե հաշտ չես, ուտես չուտես բան չի փոխվի սիրելիս, դրա համար Աստված շեշտը դնում է հաշտ լինելու վրա։ Մի այլ կերպով ասում եմ, երբ որ ընծա ես բերում, պետք է տաս, չէ մարդիկ կարող է առատ ընծաները տան մարդիկ էլ սենց տեղան, բայց կռիվ դավի անհաշտություն։ Ասում եմ, ուտեմ բանում ես, գնա առաջ հաշտվի, հետո նորեդի արա։ Առաջնայինը դրեք առաջի տեղ, տեղերը մի փոխեք, որ ընդունելի լինի ձեր պատարակները։ Այսօր շատերը կարող են ծայել 10-րդ տան, ինչ-որ բան չփոխվի իրանց կյանքում, որտեղ շատ անմաքրություններ թույլ չեն տալի, անհաշտություններ, վիրավորանքներ թույլ չեն տալի։ Դու խախտում ես Տիրոջ պատվիրանը, նա հաշտ է։ Ուրեմն հիմա ուտելու ենք, հաշտենք Ժողովուրդ ջան իրար։ Սա է հավատությունը։ Թե չէ ինչի եկան կողով, դողով, կերան, խմեցին, բայ-բոյ արեցինք, սենց գնացինք, մենք իրար ենք ուտել։ Ես էլ ճար չկա, գաղացի եմ ասում, իրար որ կծորդեք, հանգար չսպարեք, էլ ճար չկա, մեզի սենց այդ վիճակից աներից համար, ասում եմ ենքան քաղցր են, որ իրար ենք ուտել։ Էլ ճար չկա, բայց ենես չուտեք, որ սպարեք, ես ուտել բարը հասկանում եք, են աշճան չհասցնեք, որ հետո չկարենակ ներեք, մի բարդացրեք ձեր կյանքը սիրելիներ։ Ահա սոյ գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը, ուրեմն որ գառն այն մեղքը վեր առե, Քրիստոսը, Աստծո գառը, ուրեմն ուտեն իր պատվիրված զոհը։ Նորից եմ ասում, Ժողովուրդ ջան, ձուն կարող է մի քիչ կարմիր լավ չլինի, ուտեն ասեն լավ կարմիր չէ, կուզեք ավելի շատ կարմրացրեք, բան չի փոխել։ Նորից եմ ասում, երեք թող անուշը լինի, բայց մի կապեք հատուկ էդի զատկետ, որևիցե տեղ թե հին ուտում, թե նոր ուտում մենք չենք տեսնում այդ ուտեստները։ Խորհրդավոր կային, բայց նորից եմ ասում, անուշ արեք, ձեր հավաքը մի դրեք դրանց վրա։ Բայ ձուն ջարդվավ, սենց պետք է չլնեք, փլավը սենց ճիշտ չլավենի, սենց սրանք սնոտիա պաշտություն, մեկ էլ պետք է ասեմ համար կլսեն, թող ասեն, այդ մեր ճրակի հետ կապված, այդ չխես ժորթը խապված, ասում են դե ճրակից ճրակը վերցրա դնում են բանկի մեջ, հանգար ճամփին չմարի, հանգար զբուշելի, բաբուր մարի, բաբուր հանգի ինչ կանելու այդ խեղճ մարդը։ Իրական լույսից կդրում են, որ Քրիստոսն աշխարհի լույսը եւ այսօր սատանան սաղի սրտերի մեջ խավարա դերել։ Այն քուրիմ աղբեր, բան չունեմ ասելու, այն անգամ ասի, որ մեզ ինձ ասեն մոմ վառում ես, կասեմ հա, որ ասենք հոսանք չլինի, բատարեյկա չունենա, տնամ տունը մոմ կան կվառեմ, թող լույսը լինի, բայց ես մոմ չեմ վառում, Աստծո առաջ ինչ որ
երկրպագության մի ձև ներկայացնում։ Էդի անարգությունը, էդի կուրությունը, անհավատությունը, սիրելիներ, մարդիկ չհասկանալով այդ այսօր անում են։ Այս խիղճը բերում այդ ճրակը դնեմ տունը, հետո այնտեղ խապում են, ասում են մոմը, որ բարեր ես միջև էջնային հանգարց չհանգի, որ հանգի մուրազդ փորդ կմնա ինչ կան, չուզում հասկանա։ Ես իրանց ասել եմ, մի հատ մոմ բարեք, որ պետք է չհանգի բարեք։ Բայց եթե դի վառում ես, ոտդ քաշում ես, գիտեք ընդ ասում խի բան մի արեք։ Ոտը քաշում են, դեռ ցենց հանգցնում են, դες նորից հավաքը տանում են։ Այն ծախում ասում, ֆարկը չա դնի Աստված ջան, գործերը սավա, այն գալ իրա մուրազի հիմար, վախտի հիմար, ինչ հիմար, չէ, Ժորժ ջան, մի քիչ sense բանով է, բայց իրականությունն է, ուրեմն Քրիստոսի լույսը դարձել։ Այդ լույսը բերելով քո տան մեջ, մեր երկու վառեց, բա հետո այդքանն է քո կյանքը։ Հավիտենական կյանքի լույսը ընդունեք ձեր խավար սրտերի մեջ։ Որ ձեզ ասում են, բանը եկեղեցուց ճրակ լույս տանում եք, ձեր կոս եք, այդ մենք պաշտամունքի ճրակը վերցնում ենք, Աստծոքը տանում ենք մեր տունը։ Մի ճրակ, որ հին ուխտում գրված էր, պետք է գիշեր ցերեկ վառում։ Սուրբ ոգի խորհրդանիշներ ճրակակալները այդպես հատուկ կային։ Փառք մեր ամենակարողին, տեսնում եք սիրելիներ, շատ այսօր մարդիկ այս ծիսական մասերով sense կապված են, բայց բաներ էլ չի դնում, հետո հիասթափում են, ասում են այդքան մոնվարին, այդքան էսարին, այդքան մատաղարին, վառանք մատաղան, բայց Ժորժ ջան, դարձեք այդ մատաղներից, այդ սխալ զոհերից, հին ուխտը փոխհարաբերական արվել է, ինչեւ որ Մեսիան եկել է, եւ Հովհաննես ասում է, ահա Աստծո գառը։ Եթե գառանից թանկ մեկին կա, ինչ ասեմ, այդ բան չունեմ ասել։ Իսկ իմ համար մնում է Աստծո գառը։ Զատիկը Աստծո գառն է։ Այսօր շատ լավ զատիկ են կանում, Ժորժ ջան, հաղորդություն են կանում, ճիշտ կիրակուրեն ուտեմ, հարկ մեր ամենակարողին։ Ես մեկ էլ խոսքս ուզում եմ վերեմ վերջին, Արամ ջան, իմ աղբեր գաս առաջ կարենից հետ, արի քեզ այս հացը կտրենք, այս մի հատ աղոթքի միասին որ կգանք, մի հատ երկեմ, բայց հայտնության մեջ մի հատ խոսք եմ ուզում փոխանցել քեզ, Լեռնատան հետ կապված, որ այսօր մեկը կարող ասի, գիտեք, մենք որտեղ զատիկ արեցինք, ինչտեղ, ամենալավ տեղ զատիկը առաջին, քո սրտի մեջ է Տիրոջ հետ սիրելիներ, եւ ինքը փափագելով, փափագում է այդ ընթրիքը քո հետ անելու։ Հիմա եկեք մի հատ էլ այս լսենք Հայտնություն 3:20 խոսք ասում է. ահա ես դրան առաջ կանգնած եմ եւ թափում եմ։ Տեր ասեց իմ համար տեղ պատրաստեք։ Պատրաստ է այդ տեղը։ Շքան սրտներ կան, որ այսօր պատրաստ են։ Գիտեք, շատ սրտների հետ կապված ասում է միաբան, միաշունչ, մեկ հավատքի, մեկ մտքի, հա բոլորս այս նույն խոսքին համաձայն ենք, ասում ենք ամեն, ուրեմն մի հատ լավ մեծ սիրտ ունենք։ Տիրոջ հետ ընթրիք անելու։ Եվ անհատական է գալի, սիրելիներ, եւ մարմնի մեջ է գալի, Փառք Հիսուսին։ Ուրեմն ստեղ նա ասում է, ահա ես դրան առաջ կանգնած եմ եւ թափում եմ։ Եթե մեկը լսեին ձայնը եւ դուռը բանա, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ, եւ նա ինձ հետ։ Այսօր դրա համար ես եկել եմ իմ Տիրոջ հետ ընթրիք անելու։ Եվ Տիրոջ խոսքի համաձայն, որտեղ մենք բացահայտ հրճակում ենք, որպես նաեւ քարոզի խոսք, հա, որ Տիրոջ խոսքն ասում, որտեղ 2-3 իմաննով ես այնտեղ եմ նրանց մեջ։ Մենք ապահովում ենք այն դաշտը, այն վայրը, որ Տերն է ուզում, իսկ Տերն էլ շարունակում է մեր հետ ընթրիք անելը։ Հաճախակի արի Գողգոթա։ Եկեք կանգնենք աղոթքի, Արամ ջան, ես երկից հետո արդեն սկսենք մի անգամից կրատել։ Արամ աղոթել։ Աղոթքով սնցվեք, ես երկեմ, երկից հետո մի անգամից կիսեք։ Մի հատ աղոթք։ Մի շատ քաղցր անուշեք, հաճախակի արի Գողգոթա, այսօր մի շատ արմանորա, մեր Հիսուս ասեն, Հիսուսին համար ամաչում է, արդեն պրկ է, մատրես կրպելա ինձ, այսօր են եթե ունես ասելի քո սրտում, որովհետև անդրիկի ես նստույան է, ամեն տեսակ ամապույցուններ, չներելու, վիրավորանքներ կամ չգիտեմ, որ ես հարցերը ձեր սեմանից դուրս անեմ, մատուր բանարակ, իրոչ հոգով, իրակոսնով ընտրիք անենք, մեր Հիսուսի հետ ալելույա, ասես, որ շետոր է, եթե մեկի դեմ անում եմ, հոլելույա, ներեկի եմ, որովհետև ես հարության զավակ եմ, ոչ թե մարմնավոր կամ մեղքի, ալելույա։
խաչի վրա քեզ համար է թափում արյունը անմեղ ձեռքերից արյունը հոսեց Աստծո որդին այնտեղ մահացավ Գողգոթայում երկնքից դուր բացվեց Մարդությունը բերգություն ստացավ Անմեղ ձեռքերից արյունը հոսեց Աստծո որդին այնտեղ մահացավ Գողգոթայում երկնքից դուր բացվեց Մարդությունը բերգություն ստացավ Այս քո կյանքի արարելը հեռու չգնա այն ինքնաչի որ ոգիդ ինչպես մանկական սիրտը մաքուր լինի բոլոր մեղքերի երջանկությունը հեռվում մի փնտրի նստեք երեխեք ջան, դուք էլ կարաք
գաք ձեր երկերով, մենք անցնենք այս երկրորդ բաժնին, Աստված թող շատ օրհնի։ Ես ոնց մեր դիտողների համար արդեն այս մասը մենք ենք ստե ճաշակելու, ինչ լավ է, չէ՞ որ եկել եք։ Տերը շատ օրհնի ձեզ, էլի ուրախ զատիկ, մնաք Աստծո խաղաղությամբ։ Ես այս մասը անջատեմ արդեն։